Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Լռեցված ցավը մինչև թայզավերքեր, վղի հիշողությունը կինոյի դիտում, հրավեր ապրիլի 28 Տիգրանակաբերդ, Տիգրանակերտա, Մսագործ կերպարը, Նոյան Տապանի, թունելներ Արարատում, Լեմկինա չճանաչված ցեղասպանությունը, Ջարդի ձոր լռության հիշողություն, ցեղասպանության կրթության ուժնաբացերը։ Ապրիլի 24-ին Արևմտյան Հայաստանը Հանրապետության պատվիրակությունը կազմակերպել է հուշեր դեպի անմար կրակ հարգանքի տուրք մատուցելի հետի հայ ժողովրդի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Միջոցառումը կրելի սալել ոչ միայն հիշողության, այլև պահանջատիրության խորը խորհուրդ ընդգծել է պատմական արդարության կարևորությունը, թեև ընդունված ապրիլի 24-ը դիտարկել որպես հայերի ցեղասպանության խորհրդանշական օր, պատմական իրականությունը նշանցատանվեր հայերի դեմ իրականացված բռնությունները սկսված են հալամ 1894 թվականից։ 1915 թվականի ապրիլի 24-ը տառալ այդ ոչռագործության գագաթնակետը զանգված են ձերբակալություններով ու կոտորածներով։ Ցավալիորեն հայ ժողովրդի դեմ իրականացված բռնությունները սահմանափակվալ չնանցյալով, դրանք տարբեր ձևերով շարունակվալ նաև մեր օրերում, հատկապես Արցախում տեղ ունեցած ողբերգական իրադարձություններով 2022-2023 թվականների այս ամենը եւս մեզ հետ հիշեցնում ավեր հիշողությունը պիտի ուղեկցվի զգոնությամբ ու համազգային միասնությունով։ Ապրիլի 26-ին ժամը 4-ին տեղի ունենալու հողի հիշողությունը կինոյի ցուցադրությունը վերակազմակերպվում է Western Armenia նախաձեռնության շրջանակում։ Միջոցառումը նպատակոն է անդրադառնալի պատմական հիշողությանը, ազգային ինքնությանը, հայրենի հողի հետ կապին արվեստի լույսվավը։ Կինո ներկայացնում է հիշողության ու ժառանգության կարևորությունը, բացահայտելով անցյալու ու ներկայ միջավայրած կապերը, դիտում ուղեկցվելու քննարկումները, որի վաղտը մասնակիցները հնարավորություն ունենալու կիսվին իրենց դիտարկումներով ու մտքերով։ Միջոցառումը անցկացվել է Արևմտյան Հայաստան առաքելությունում, քաղաք Երևան, Ագաթան Գեղոսի 2/2 հասցե մուտքը ազատ է։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու ազգային ժողովը սիրով հրավիրում ընծած ներկա գտնվել է հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի բարձր հովանու ներքո։ Արարողությունը Տիգրանակաբերդ հուշահամալիրումն այն է ապրիլի 28-ին ժամը 11-ին։ Մեհմեդ Ռեշիդ Բեյը Օսմանյան կայսրությունը կարևոր պաշտոնյա է ելել, վերը կարևոր դեր է խաղալ հայերի ցեղասպանության կազմակերպման մեջին։ Ռայմոն Գևորգյանի ու այլ պատմաբանների ուսումնասիրությունների նշանց ընտանվեր համինչև 1915 թվականը մասնակցած արել բռնություններին։ Տիգրանակերտի նահանգապետարանը կազմակերպել զանգվածային ձերբակալություններ, տեղահանություններ, սպանություններ, հինչին դարդան տարածաշրջանի հայ բնակչությունը համարյա թե լրիվ ոչնչացվել։ Չնայած դրան հետագայում Թուրքիայում ինքը հռչակվել է ազգային նահատակ, ինչը յուրան կերպարը սարքում է պատմական հակասությունների օրինակ։ Արևմտյան Հայաստանի լեռներում գտնվող խորհրդավոր երկրաբանական գոյակցություն կա, վերը որոշ հետազոտողների կարծիքով կարելի ինի Նոյան Տապանի մնացորդը։ Սրա մասին հաղորդում է The Daily Mail-ը։ Ըստ Աստվածաշնչի, այդ հսկայական նավը ավելի քան 4300 տարի առաջ փրկալ է մարդկությանը ու սաղ կենդանիներին համաշխարհային ջրհեղեղը։ Ամերիկացի հետազոտողների մի խումբ վերը գործանում դրուփինար գոյացության տարածքում Արարատ լեռան կողքին հայտնալավ էր հայտնաբերյալ ստորգետնյա տունելների հետքեր։ Հետազոտող Էնդրյու Ջոնսին ասելով հայտնաբերված միջանցքները միավորում են մեծ կենտրոնական տարածության իրավ, վերը ըստ ուրան նման է ատրիում է։ Ինքը այս հայտնագործությունը կապում է Աստվածաշնչում Տապանի նկարագրությանը հետ, ըստ որի նավը ունեցել է 3 հարկ նախատեսված Նոյի յուրան ընտանիքի ու կենդանիների հետի։ Յուրանսելավը ստորգետնյա դատարկ տարածքները պատահական չեն դասավորված, այլ ունի որոշակի կառուցվածք, բացի այդ ինֆրակարմիր թեմոգրաֆիայի միջոցով դաժե նկատվան հնարավոր թաքնված կառուցվածքներ, որոնք որոշների կարծիքով նման են նավի կմախքի։ Սակայն կարևոր ընդգծել, որ այս սաղ պնդումները հալամ ապացուցվել չեն գիտականորեն ու հիմնական խոսքի գիտությունը դրուփինար գոյացությունը համարում է բնական երկրաբանական ձևավորում վեճ համարթու կառուցած նավի մնացորդ։ Ապրիլի 24-ին հիշում ենք հայերի ցեղասպանությունը մարդկության ամենամեծ ողբերգությունների մինը։ 1894-ից 1923 թվականների հայերի ցեղասպանության վաղտը Օսմանյան կայսրությունում շուրջ 2 միլիոն հայ զոհվել կամ տեղահանվել։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտուրքերի իշխանությունների կողմից իրականացված այս հանցագործությունը փաստագրվել է մխլա օտարերկրյա ականատեսների կողմից։ Պատերազմի ավարտին հայերի ավելի քան 90%-ը վերացվել կամ տեղահանված ելել իրենց պատմական հայրենիքան։ Ցեղասպանության տերմինը ձևակերպել է Ռաֆայել Լեմկինը 1944-ին ներշնչելով հայերի ճակատագրից ու հոլոքոստից։ Միջազգային իրավունքով ամրագրվել է 1948-ի ՄԱԿ-ի կոնվենցիայով։ Սոր հայերի ցեղասպանության ճինյան չմնադատապարտումը շարունակում է մնալ կարևոր պատմական արդարության ապագա հանցագործությունների կանխման հետի։
Ճարտարապետ Ռաֆիկ Եգոյանը ջարդի ձորը սկզբում տեսալավ որպես դատարկություն, սակայն այդ լռության մեջին թաքնված այլ չպատմված պատմություն։ Հոդվածագիր Զիանա Աբրահամյանը ներկայացնում է որպես հիշողության կենթանի տարածք, շտեղանցյալը պահպանվալա վեշտահուշարձաններով այլ մարդկանց հիշողությունով։ Ջարդի ձորը կապված է 1920 թվականի թուրք-հայկական պատերազմի կոտորածների հետ, սակայն երկար ժամանակ դյուսա մնացալ պաշտոնական պատմությունը։ Ստեղ հիշողությունը փոխանցվող լռությունը սերնդեսերունդ ձորը դառնում է խորհրդանիշ էմպենի վերպատմությունը կարի ապրեվեչ մոյան գրքերում, այլ նաև տարածքներում լռության մեջ իսպսելով ճինենչման ու արդարության։ Ապրիլի նորից ընդգծված ցեղասպանության կրթության կարևորությունը որպես հիշողությանը պատասխանատվության գործիք։ Հոդվածագիր Վիկտորիա Աթամյան Ուեթերմանը նշանցա տվալ վեր այս ոլորտը հատկապես Ամերիկայում զարգացել է, սակայն հալան բախվում է անհավասար հասանելիության ու քաղաքական խոչընդոտների։ Փորձագետները Էդվում Լիզի Քերոլ, Քերի Ֆլին ու Փոլին Գեցոյանը նշում վեր կրթությունը պիտի անցկենա փաստերից բիդա մարդկային պատմություններ, զարգացնելով կարեկցանք ու քննադատական մտածողություն։ Կազմակերպությունները, ինչպիսիք են Facing History and Ourselves, նշանցնտան վեր պատմության ուսուցումը կարե ձևավոր է պատասխանատու քաղաքացիներ հիմնված են գաղափարներին իրան վեր ընտրություններն են ձևավորում պատմությունը։ Սրանով ցեղասպանության կրթությունը մենակ անցյալի մասին չի, ապագայի հետ է, օգնելով կանխել նոր ողբերգությունը ու ձևավորել ավելի արդար հասարակություն։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ ես քանակ պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։